Ներադարձանք տաղավար Ժպիտով շարունակում ենք առավոտ լսոն։ Այո, ժպիտը որովհետև շատ կարևոր բան է մեր կյանքում, ժպիտը պետք է շատ հաճախ ու շատերին, նույնիսկ անցորդներին ծանոթ թե անծանոթ կապ չունի։ Եվ հիմա էլ շատ նույն այդ տրամադրությամբ եւ ժպիտով շարունակելու ենք ներկայացնել մեր այսօրվա առաջին հյուրերին, որոնց գործողությունները եւ այն թեմաները, որոնց որ ուզում ենք անդրադառնալ, հաստատ շատերից մոտ ժպիտ կառաջացնի։ Ապրիլի 27-ին Կասկադ համալիրում կկայանա Պարի տոնը ազգային այսպես ոգով մշակութային միջոցառումը նախորդին նախատոնական այսպես կարելի ասել, որտեղ ամեն ինչ մտածված է լեզու, որպեսզի կիրակի լինի ոչ աշխարհային օր առավոտը սկսենք այսպես մեր պարային ոգով շատ հետաքրքիր միջոցառում լինի եւ ոչ միայն իրականում, որովհետեւ այս տարի նաեւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նշում է հիմնադիր մեծ բարերար եւ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակը։ Այս մասին նույնպես կզրուցենք հենց այս պահին մեր սելի հյուրերհետ, ովքեր որ տաղավարում են։ Եվ այսպես մեր հյուրերն են միջոցառման կազմակերպիչ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի հայկական պարի եւ պարարվեստի ռեժիսուրա առարկաների դասախոս Արթուր Հարությունյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջոցառումների համակարգող Ելիզավետա Պետրոսյանը։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Դերևս սկսենք այս միջոցառումից 900-3000 պարողներ այս միջոցառումից մի քիչ խոսենք, ինչ որ տեղի ունենալ ամսի 27-ին, հետո արդեն Ինչպես որոշեցիք միասին կազմակերպել այս միջոցառումը։ Դե Ես միտքը իմ միտքն էր, առաջարկը քո կողմից առաջարկը, այո։ Ես ընդհանրապես նախապատմություն ունի, ես անցած տարի էլ կազմակերպել էի հրապարակում միջոցառում, հա, շրջանի մեջ պարեցին 150 տղաներ, Յարխուշտա, Բերդ Քոչարի մեր պարերը պարեցին եւ 220 դհոլահարներ շրջանի այտենց կողքերով կանգնած էին եւ նվագակցում էին։ Ամեն ինչ այդտեղից սկսվեց, որ Պարիտոնը ազգային ոգով միջոցառումը սկսեցինք նշել եւ նաեւ այս տարի։ Անցած տարի թվերը չբավարարեցին, այս տարի որոշեցին էլ ավելի էսպես ընդլայնվել, 1900 պարող։ Բայց ավելի շատ պետք է լինեին։ Ավելի շատ պետք է լինեին, դե որոշ խմբեր, որոշ պատճառներով չեն կարող գալ ներկայանալ։ Այսինքն պարողներին ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանից ենք մենք փորձել գտնել, ոչ միայն Երևանից են։ Չէ, մարզերից էլ կան, հա, շատ կան մարզերից, Գյումրիից կան, Արարատի մարզից կան, տարբեր տեղերից կան, որ սիրով համաձայնել են մասնակցեն, ու ես բոլոր խմբերի ղեկավարներին շնորհակալ եմ, որ համաձայնել են մասնակցում են ու ինձ հետ են ու այս պահին 1900 հոգի կան, որ պարելու են այդ օրը։ Ու Կասկադը լցվելու է ներքևից վերև պարողներով ու մենք ցույց ենք տալու ազգային դիմագիծ։ Մինչև անդրադառնանք թե ինչ են պարելու բեմադրությունը կամ ծրագիրը, վերադառնանք նորից առաջին կետին, երբ որ անցած տարի ամենի շատ բարեհաջող անցավ, այսինքն արձագանքը շատ դրական էր, բայց ինչպես նաև Լուսինեն նշեց, քանակը մի քիչ չէր բավարարում, մասնավորապես Արտուրին, որոշեցինք այս տարի ավելի կատարելագործված տարբերակով ելույթ ունենանք եւ ավելի հանրահրճակենք այս միջազգային այս մեր տոնը ոչ թե միջազգային, որը կդառնա հուսով եմ միջազգային։ Պատահական դուրս չտրավել երևի այդ միջազգայինը։ Հա, Հիմա գանք ամսի 27-ին, առավոտյան ժամը 9:30 9:30 հավաքվում են բոլոր խմբերը Կասկադում։ Այդ ժամանակից սկսած իմ օգնականները դիմավորելու են խմբերին, ովքեր տեղավորելու են աստիճանների վրա նախորոք որոշված տեղերում։ Բոլոր խմբի ղեկավարները սկսելու են փորձը, հենց տեղավորվեցին, ունենալու են 15-ից 20 րոպե ժամանակ փորձի համար, որ աստիճանների վրա տեղավորվել, հասկանալ ոնց են շարժվում, զգան աստիճանը, պարողները։ Բեմադրությունը կա արդեն արված։ Ամեն ինչ ես անձամբ բոլոր խմբերում գնացել եմ, բեմադրել եմ, ցույց եմ տվել։ Բեմադրությունն էլ քոնը։ Այո, ինքը հենց ավանդական հիմքով 3 պարեր են, որ փորձել ենք չշեղվել հիմքից, որպեսզի հայի դիմագիծը չկորի։ Ոչ մի մշակ։ Եվ որոնք են այդ պարերը։ Մոշոխր, Աղգտի Քոչարի եւ Սասնա Նարե պարերն են, ընդհանուր տարոնի շրջանն են ընդգրկել։ Միտքը այն էր, որ աստիճանի վրա պետք է պարեն ու տեղում կանգնած պարեր լինեն, տեղաշարժի հնարավորություն չունենք։ Եվ դրա համար հենց այս պարերը որոշեցի, որ լինեն հարմար էին ու շատ գեղեցիկ են, էլի, հենց դիմագիծը հայ մշոխր ու սուսի կպած միասնություն շատ լավ արտահայտված է, էլի, այս պարերը։ Ես արդեն իսկ պատկերացնում եմ, բայց 1900 հոգու հետ փորձը մեկ անգամ եք անում հենց այդ օրը 20 րոպե։
Միասին։ կոնկրետ այդ օրը, Որովհետև անհնար է։ քանի որ բոլորը արդեն փորձել են, երկար ժամանակ արդեն պատրաստ են Եվ ծանոթ բարեր են նաև նրանց համար էլ։ Եվ նրանք գալու են կանգնեն, ուղղակի ոնց որ համերգներին լինում է բեմական փորձ, զգում են բեմը տեղաշարժումը, նույն բանը արվելու է մի հատ աստիճանը կզգան, կշարժվեն ու կսկսվի նկարահանումը։ Սա ավելի շատ նկարահանման համար է արվում, քան հանդիսատեսի։ Բայց հանդիսատեսը կարող է գալ, մեր հայրենակիցները կարող են գալ, ներքևից շատ սիրուն գեղեցիկ այսպես տեսարան կունենան։ Երաժշտությունը հուսով եմ ամբողջությամբ կապահովի ամեն տեղից, որպեսզի այսպես ռիթմից էլ հետ չընկնեն։ Վերջի շարքերը ներքևից վերև արդեն այդ հարցն էլ է կարգավորված, լինելու է, ես էդ էլ եմ կազմակերպել, զբաղվել ենք, ամեն ինչ պատրաստ է մեզ մոտ, մնում է այդ օրը ամեն բարեհաջող անցնի։ Ես համոզված եմ, որ հենց բարեհաջող է անցնելու եւ շատ գեղեցիկ է անցնելու։ Ելիզավետա, վերադառնանք Գաֆէսճյանի 100-ամյակին։ Սա միջոցառումներից մեկն է, բայց համոզված եմ, որ միջոցառումները այս տարի շատ են լինելու։ Եկեք մի փոքր ցենց որպես նախաբան խոսենք Գաֆէսճյանի մասին հենց Գաֆէսճյանը մեծ բարերար է, ով այսպես իր ամենանշանակալի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում կարելի է ասել, որ հենց Կասկադ համալիրի վերանորոգման գործում է եղել եւ այն որպես արվեստի կենտրոն ներկայացնելու գործում իր ներդրման շնորհիվ մենք հիմա ունենք Գաֆէսճյան արվեստի կենտրոնը, որը բաց է բոլոր այցելուների համար եւ ներկայացնում է նորանոր ցուցադրություններ, կրթական ծրագրեր, համերգային ծրագրեր ու բուրըն կյանքով է ապրում։ Այս պահին էլ ունենք նոր բացված ցուցադրություն Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակին նվիրված։ Նոր ցուցադրություն կունենանք նաև մայիսի սկզբին ամերիկահայ արվեստագետ Զատիկ Զատիկյանի ցուցադրությունը եւ այսքան շատ ակտիվ հիմա գործունեությամբ ենք զբաղված եւ 100-ամյակի նվիրված ունենք համագործակցություններ։ Հենց այսօր իրականում արդեն շրջանառության մեջ մտավ Կենտրոնական բանկի կողմից Գաֆէսճյան 100 հուշադրամը, ոսկե հուշադրամը եւ նույնպես Հայփոստի հետ համագործակցությամբ այս տարի լինելու է նաեւ նամականիշով գեղաթերթիկ, որը կրկին 100-ամյակին է նվիրված Գաֆէսճյանի եւ վերադառնալով մեր բուն այսօրվա թեմային միջոցառմանը, որի մասին խոսում ենք, Արթուրը մեզ դիմեց եւ մենք որոշեցինք աջակցել միջոցառմանը ոչ միայն որովհետեւ միտքը շատ լավն էր եւ հետաքրքիր էր, այսպես մասշտաբային, այլ նաեւ որովհետեւ հենց պարոն Գաֆէսճյանը շատ գնահատում ու սիրում էր հայկական ավանդական պարը եւ պատահական չի, որ 2012 թվականից սկսած դեռ մեզ մոտ Կարին ավանդական պարի խմբի հետ անցկացվում են բաց դասեր, երբ որ բոլոր այցելուները հնարավորություն են ունենում բացօթյա մեր քանդակների պարտեզում ուսանել հայկական ավանդական պարերը եւ այդ առիթով մենք ոնց որ որոշեցինք, որ հարգանքի տուրք կմատուցենք պարոն Գաֆէսճյանին 100-ամյակին նաեւ հենց այս միջոցառումով եւ շատ ուրախ ենք, որ համագործակցում ենք Արթուրի հետ։ Մենք իրականում պարբերաբար անդրադառնում ենք իհարկե մեր Կասկադ արվեստի համալիրին, բայց իհարկե առիթը նաեւ չենք կորցնում մեր տաղավարում զրուցելու, հաճախ նաեւ հյուրընկալում ենք, հրավիրում ենք հյուրեր, որոնց հետ արդեն ընկերներ, հյուրերը մի քիչ տեղին չի, արդեն ընկերներ, որոնք վաղուց ընկերներ են դարձել հյուրերի տեսքից հետո ու անդրադառնում կարևոր միջոցառումներ։ Ես զստ եմ, որ մենք այս տարվա շրջանակներում դեռ կունենանք առիթներ հանդիպելու, քանի որ հոբելյանական է տարին, 100-ամյակի շրջանակներում այո պետք է հանդիպենք, իսկ վերադառնալով պարին միանշանակ դուք հավատարիմ մնալով ձեր սկզբունքին, ձեր քաղաքականությանը, Արթուրի առաջարկին չմերժելով կարողանալու ենք նույնպես մեր թե նաև բավականին մեծ հոսք զբոսաշրջիկներին ներկայացնելու մեր հայկական պարերը, որոնք որ վերջի շրջան նույնպես շատ ողջունելի, որ ակտիվացել են։ Շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, ես կարող եմ ասել, եւ իսկապես ապրիլի 27-ին, սիրելի հեռուստադիտողներ, հիշեք, ապրիլի 27-ին ժամը 10-ին կարող եք լինել Կասկադում եւ վայելել այդ գեղեցիկ միջոցառումը։ Բացի հաջողություն մաղթելուց, կարծես թե մենք էլ ոչինչ չի մնում ավելացնել, եթե դուք ունեք ավելացնելու բան, սիրով լսեք։ Ես կուզեմ ուղղակի շնորհակալություններ հայտնեմ, հա, կոնկրետ մարդկանց, ովքեր ինձ օգնում են, իմ ընկերները, Բարեկամություն պետական համույթի իմ ընկերներին, ովքեր այդ օրը ինձ աջակցելու են, իմ կողքին են լինելու, հենց կազմակերպչական մասով դիմավորելու են խմբերին։ Ես Թատերական ինստիտուտում իմ կուրսն ունեմ, իմ կուրսի երեխաներին բոլորը գալու են, իրանք էլ իմ կողքին են լինելու էլի կազմակերպչական մասով, շատ շնորհակալ եմ բոլորին, շնորհակալ եմ նաև Բարեկամություն պետական համույթի գեղարվեստական ղեկավար Զոհրաբ Բակալյանին, որ իմ կողքին է, եւ Նորայր Մերհաբյանին չեմ կարող մոռանալ, որովհետև
հենց անցած տարվանից ինքն էր ոգեշնչում ինձ, որ ես հրապարակում միջոցառումը արեցի, միշտ հարցնում էր, հետաքրքրվում էր, ինչ եղավ, ոնց ասես պետքա չհանձնվես, դժվար է լինելու ու ամենավերջում ինչի համար այս կասկադը որտեղից եկավ միտքը հենց կասկադի հետ կապված, երբ որ հրապարակում վերջացրեցի միջոցառումը, Նորա Գուրգենիչի մոտ եկա, ասեց ինչ եղավ, ոնց եղավ, նորմալ էր, ասի հա, լավ է, շնորհավորում եմ եղել, բա հաջորդ ինչ ես անելու, ճիշտ ասած այդ բանը մտքիս եկավ կասկադը, ասեցի կասկադում կանեմ մյուս տարի էլ ավելի մեծ ու ասեց անպայման պիտի անես ու ես որոշեցի որ պետքա հավատարիմ մնամ այդ մտքին ու իրագործեմ ու հասանք այսօրվան Հրաշալի է, ես վստահ եմ, որ մեզ Նորա Գուրգենիչը մենք սովորաբար Վարոն Մերաբյանին ասում ենք Նորա Գուրգենիչ ընդունված դիմելու կարգներ այդպես մեր մոտ դեռ հին մնացած Նորա Գուրգենիչին մեր ողջուններն ուղարկենք, որտեղ վստահ եմ հուսով ենք, որ նա օկեանոսից այն կողմ մեզ հիմա հետևում է։ Ձեզ առողջություն ենք մաղթում Նորա Գուրգենիչ ու նաև շնորհակալություն, որ Արտուրին կարողացել եք այդպես մոտիվացնել, ողջորելով ձեր հետաքրքրությամբ։ Նաև շնորհակալություն կարծում Գաֆեսյան կենտրոնին, որ առաջարկը ընդունեց, չմերժեց ու եւս մեկ անգամ կարողանում է հնարավորություն տրվեց ավելի հանրահռչակելու մեր հայկական բարերը։ Շնորհակալություն նաև մենք ենք ուզում հայտնենք ձեզ ձեր արած աշխատանքի համար, իրականում կեցեք դուք ու մենք էլ մեր մասնակցությամբ սիրելիներս կարող ենք ողջորել մեր երիտասարդներին, որոնք որ նման նախաձեռնություններով հանդես են գալիս ու կարողանում են հանրահռչակել մեր մշակույթը, մեր արվեստը, մեր պատմությունը, մեր անցած ճանապարհը, ինչու՞ չէ, ու մեր կեցվածքը, ինչը շատ դուրս եկավ Արտուրի խոսքի մեջ, որ նա էլ ընդգծեց։ Դու հիմա պատմում ես, ես մտածում եմ, թե կազմակերպչական ինչ դժվար պահեր են ձեզ սպասվում, որովհետև 1900 բարող մեկ վայրում նույն շարժումները իրականում շատ դժվար է եւ այո, կազմակերպչական խումբը պետք է այսպես ճիշտ կողմնորոշվի, էլի այդ Ես վստահ եմ, որ շատ լավ է անցնելու, ձեզ հաջողություն ենք մաղթում, նաև լավ օր, իհարկե, լավ աշխատանքային շաբաթ ենք սկսել երկու շաբթին, այսպես դրական հուսանք, որ այսպես էլ կանցնի ու կգնա։ Իսկ մենք սիրելիներս, այս բանը առաջարկում ենք ձեզ մնալ, շարունակել մնալ մեզ հետ, քանի որ մենք արդեն պետք է ստիպված խոսքը փոխանցենք մեր գործընկերներին, ովքեր կներկայացնեն նոր լրահոսը, որից հետո կվերադառնանք ու մինչև 11-ը մնացեք մեզ հետ։ Ձեզ հետ ենք։